Հակառակ Բաքվի սպառնալիքներին եւ լայնամասշտաբ հակաքարոզչությանը տարիների հետ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են ժամանում Արցախ։ Տեղի պայմանները թույլ են տալիս միանգամայն տարբեր նախասիրություններ ու հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկներ հյուրընկալել։ Ոմանց կարող է բնությունը հետաքրքրել, ոմանց պատմաճարտարապետական հուշարձանները։ Եթե ասենք տուրիստները գերտան ասենք Իսպանիա արևի համար, իսկ ես եթե ասենք պիտիկան հոս թե արև գա եւ այդտե ասենք անոր գուզե դեսնել մանավանդ բադմական դերերը, մանավանդ եկեղեցիները ամենեն գեղեցիկ դերն։ Նրանք, ովքեր հերթական անգամ են Արցախում, ընդգծում են տարիների հետ հյուրերին ընդունելու հնարավորություններն ավելանում են, սպասարկման ոլորտը բարելավվում։ Սպանագերդը ուրեմն նմանում է իմ բնակած շրջանից մայրաքաղաքին։ Միջազգային բարձր մագարտակի տուրիզմի մագարտակով ամեն ինչ խնամված, անվճար կրնամ մուտք գործել եւ տեսնել բոլոր մշակութային ցևերը, բոլոր գերբերը մշակութային ներկայ Արցախի մեջ։ Լա կանտագործություն, լա հին մշակույթ, լա երաժշտություն, լա թատրոն, ամեն մշակույթի ներկայությունը արդեն ակներև է։ Ժամանողների մեջ մեծ թիվ են կազմում ազգությամբ հայերը։ Շատերի համար հայրենիքի հետ ծանոթությունը Արցախ կատարած այցով է սկսվում։ Ուրախությամբ են արձանագրում, որ Արցախը միայն հայերի համար չի հետաքրքիր։ Իմ հոս տուրիստա դենս դեսա չինացի, բարսիկ, ամերիկացի, ֆրանսացի ամեն լեզուներից, որ Հայաստանը արդեն պատմականորեն իսկապես տուրիստիկ դեղ է։ Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները դեռ չեն շտապում տարվա արդյունքներն ամփոփել, սակայն արդեն իսկ հստակ է, հատկապես նախորդ տարվա նվազման միտումների ֆոնին 2015-ին զբոսաշրջիկների թվում աճնակներև է։ Այս տարվա կտրվածքով ունենք 21% աճ, օգոստոս ամսին մի քիչ նվազել է, բայց 8 ամսվա կտրվածքով ունենք 12-13% աճ, համարյա 13% աճ։ Երկրների ցանկը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում Արցախ, գրեթե անփոփոխ է։ Փոփոխությունն այդ երկրներից ժամանող զբոսաշրջիկների թվի մեջ է։ Եթե Ամերիկայից շատ էին այցելում, հիմիկ ավելի ուրիշ պետություններից են ավելի շատ քանակով այցելում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Արդեն երկրորդ տարին է ոլորտի պատասխանատուները անակնկալ են մատուցում զբոսաշրջության միջազգային օրը Արցախ ժամանած առաջին զբոսաշրջիկին։ Այս տարվա անակնկալը բաժին հասավ Լիբանանից ժամանած Գրիգոր Դաքեսյանին, 4-րդ անգամ է Արցախում։ Ինչն է իրեն այստեղ բերում հարցին, պատասխանում է առանց երկար մտածելու։ Հողի ուժը նեղվում։ Իմ հայրենիք ելնալու փաստը, որ Արցախը մեր հայրենիքն է, մեր հայրենիքի ամենաթանկ մասն է, ադոր քինը շատ սուղ է, փառք ու բադիվ մեր բոլոր նահատակներուն, որ գրսանք հիմնել Արցախը, հին եւ նոր բոլոր նահատակներուն համար։ Զարմանալի է հնչում, սակայն անգամ սահմանային միջադեպերի ակտիվացման այս օրերին, որպես զբոսաշրջիկ ժամանող հայը Արցախում ամենից առաջ կայունությունն է գնահատում։ Մարդ կրնա աստեղը շատ հանգիստ ապրիլ, բոլոր արտերկրի մտահոգություններին, ինչ որ մենք գաբրինք, հոս իր գայունությամբ եւ ուժով եւ իր պաշտպանվածությամբ կլա հայուն մշտական հայրենիքը։ Արցախի զբոսաշրջավայրերի ուղեցույցներ, քարտեզներ եւ խտասկավառակ, սրանք Գրիգոր Դաքեսյանին անհրաժեշտ կլինեն, երբ որոշի կրկին Արցախ այցելել, իսկ վկայագիրը կհիշեցնի, որ պետք չէ հետաձգել 5-րդ այցը։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր